Մեր Աստծո սուրբ խաղաղությունը բոլորիս։ Ուզում եմ կարդալ Սաղմոս 111-ը։ Առհասարակ ես վերջերս Սաղմոսների մասին մտածելիս այսպիսի մի միտք ծագեցի մեջ, չգիտեմ դա միտքա, ցանկությունա, թե ուղղակի մեջ այդ դրսևորումը կա, ես մտածում եմ, որ Սաղմոսները պետքա երգելով կարդաս, չգիտեմ, կարող է ոմանց դուր չգալ, բայց ես սա համարում եմ, որ Սուրբ Հոգու մեջ եմ ստացել, Տերը օրհնի բոլորիս, Տիրոջ փառաբանությունը, Հալելույա, բոլոր սրտով Տիրոջը պիտի երգեմ ու գովեմ, ուղիղներուն ժողովին ու ժողովուրդին մեր, Տիրոջը գործերը մեծ են, անոնք բոլոր սիրողներ են կքննվին, անոր գործը փառավոր ու վայելու չէ, և անոր արդարությունը հավիտյան կմնա, հիշել տվավ իր հրաշքները, Տերը ողորմած ու գթած է, կերակուր տվավ իր մևաղցողներուն, իր ուխտը հավիտյան պիտի հիշե, իր գործերուն զորությունը ցուցուցիր ժողովուրդին, անոնց տալով ազգերուն ժառանգությունը, ճշմարտություն ու իրավունքը, անոր ձեռքերուն գործերն են, անոր բոլոր պատվիրանքները հավատարիմ են, հավիտյանս հավիտենից հաստատված են, ճշմարտությամբ և ուղղությամբ եղած են, փրկություն ղրկեց իր ժողովրդին, իր ուխտը հավիտյանս պահել պատվիրեց, ու ահավոր է անոր անունը, իմաստության սկիզբը Տերոջը վախնեմ, լավ հասկացողություն ունին անոնք, որ զանոնք կկատարեն, անոր օրհնությունը հավիտյան պիտի մնա։